Հայաստանի գործող վարչապետը մի գաղափարախոսական թեզ է առաջ քաշում իրական Հայաստանի մասին, որի մեխը այն է, որ Հայաստանը դա Հայաստանի պետությունն է, այսինքն այն սահմաններում, որում հիմա այսօր գոյություն ունի ըստ սահմանադրության։ Բոլորս ենք հասկանում, որ գործող վարչապետը դրանով փորձում է արդարանալ ապագայում, գուցե սերունդների առաջ, գուցե դատարանում այն ամենի համար, ինչ ինքը արել է վերջին 7 տարիների ընթացքում, այս ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։ Սակայն այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունը նա փորձում է տարածել, ուսուցիչներ են դպրոցներից հավաքում եւ իրենց դասախոսություններ կարդում իրական Հայաստանի մասին, պատմության դասագրքեր են փոխվում եւ մենք դեռևս չգիտենք, թե այն երեխաները, որոնք այդ դասագրքով են դաստիարակվելու, ապագայում ինչ քաղաքացիներ են լինելու եւ արդյոք իրենք այդ պետությունը որպես հայրենիք իրենք կրող կլինեն, թե կարող են ընդհանրապես իրենք հայրենիք իրենց գիտակցության մեջ չունենան, որտեղ պետությունը հենց այնպես չի ստեղծվում, պետությունները ստեղծվում են սակրալ հոգևոր հիմքի վրա եւ նաեւ միֆերի վրա, առասպելների վրա, անկախ նրանից այդ միֆերը որոշակի հիմք ունեն, թե հիմք չունեն, բայց դրանք մարդկանց մեկ էմոցիոնալ դաշտ են ստեղծում, մարդկանց մեջ եւ այդ էմոցիոնալ դաշտի վրա արդեն ձևավորվում են պետություններ։ Եվ նման օրինակներ շատ կարելի է բերել, սակայն ես այսօր բերելու եմ միայն մի օրինակ հրեաներից, որտեղ հրեաների եւ հայերը պատմությունը որոշակիորեն միմյանց նման են եւ սա մեզ կօգնի հասկանալ, թե իսկ Հայաստանի պետությունը երբ է ստեղծվել, երբ է Հայաստանի պետության հիմքը դրվել։ Իմ տեսակետից Հայաստանի պետության հիմքը դրվել է մոտ 500 տարի առաջ, դա ունեցել է հեղինակներ եւ շատ կոնկրետ դեպք է տեղի ունեցել, որի շնորհիվ իմ տեսակետով այսօր այս տարածքի վրա գոյություն ունի Հայաստանի պետություն։ Սակայն մինչև դրա մասին խոսել է, ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել հրեաների հետ, որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի, թե 500 տարի առաջ այդ ինչ կարևորագույն ակտ է կատարվել ներկայիս Հայաստանի տարածքում։ 19-րդ դարում մի փուլ եկավ, երբ որ կրոնը դուրս եկավ հանրային կյանքից, պետական կյանքից եւ մտավ մասնավոր ոլորտ, մարդկանց մասնավոր ոլորտ։ Դա նշանակում է, որ հրեաները, որոնք մինչև այդ իրենց ընկալում են որպես կրոնական համայնք եւ հիմնականում ապրում են գետոներում կամ գաղութներում, գաղութ բառը հրեական բառ է, գալութ, որը հայերեն է անցել, այսինքն փակ միջավայրում կրոնական համայնքներ են։ Եվ երբ որ 19-րդ դարում արդեն սկսվեց քաղաքացիական շարժումը եւ քաղաքացիական գիտակցությունը եւ ազգի ընկալումը արդեն քաղաքացիական հիմքի վրա, հատկապես ֆրանսիական հեղափոխությունից հետո արևմտյան հրեաների մոտ առաջացավ խնդիր, իրենք ով են կրոնական համայնք են, թե այն երկրի քաղաքացիներն են, որտեղ ապրում են։ Մասնավորապես Նապոլեոնը հավաքեց հրեական վերնախավին Ֆրանսիայի եւ շատ մեծ հարցաշար իրենց առաջ դրեց, որին իրենք պետք է պատասխանեին։ Եվ օրինակ երկու օրինակ բերեմ ընդհանրապես այդ հարցաշարից։ Մի հարցաշարը հետեւյալն էր. դուք ազգությամբ ֆրանսիացի եք, այսինքն ժամանակակից քաղաքացիական իմաստով, թե դուք եւ սակայն կրոնով հուդայական եք, ինչպես մյուս ֆրանսիացիները, մեկը կաթոլիկ է, մեկը բողոքական է եւ այլն, թե դուք ֆրանսիացի չեք, այլ հուդայական եք, առանձին էթնիկ միավոր եք։ Եվ երկրորդ օրինակը, եթե հրեաները բիզնեսով են զբաղվում, իսկ հրեաները հիմնականում ֆինանսական գործունեություն են վարում Ֆրանսիայում, արդյոք դուք տոկոսով փող տալիս եք բոլորին, այդ թվում նաև հրեաներին, հուդայականներին, թե հուդայականներին ըստ ձեր կրոնական պատկերացումների տոկոսով փող չեք տալ։ Այսինքն ունեք տարբերակված մոտեցում, հրեաների եւ ոչ հրեաների նկատմամբ։ Եվ Ֆրանսիայի այդ հրեաները պատասխանեցին այնպես, ինչպես ակնկալվում էր, իրենք ասացին, որ իրենք բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք ունեն եւ իրենք ազգությամբ այո ֆրանսիացի են, ուղղակի կրոնով հուդայական են, որը բավական նորմալ երևույթ էր այն ժամանակվա համար։ Եվ դրանից հետո սկսվեց հրեաների ասիմիլյացիան Ֆրանսիայում եւ նաեւ ընդհանրապես արևմտյան Եվրոպայում, այնտեղ սեֆարդներն են հիմնականում։
Եվ այս գործընթացը գալիս էր դեպի Եվրոպայի արևելք եւ աշկենազի հրյանները, որոնք մեծամասնություն էին ապրում են հիմնականում Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, իրենց առաջ նույնպես այդ հարցը գալիս էր, որ հրյանները այդտեղ նույնպես ասիմիլյացիա են ենթարկվելու։ Եվ այդ ժամանակ սկսվեց շարժում աշկենազի հրյանների կողմից հիմնականում, եւ դա 1897 թվականին Բազելի կոնգրեսում հրյաների հավաք տեղի ունեցավ, հիմնվեց սիոնիզմի շարժումը, դա աշխարհիկ շարժում էր, որ ահա մենք որպես ազգ, որպեսզի կարողանանք գոյություն ունենալ, մենք պետք է ունենանք ազգային օջախ, այսինքն լինի մի տարածք, որտեղ մենք կարողանանք հավաքվել եւ արդեն ապրել ինչպես մյուս ազգերը, որպես հրյա։ Եվ այդ ժամանակ մի քանի տարբերակներ կային։ 1890 թվականին Արգենտինայում էր առաջարկ եղել, որպեսզի հրյաները կարողանան ազգային օջախ ստեղծել եւ Արգենտինայի կառավարությունը ասում էր այո, եթե դուք գաք այս տարածքում բնակվեք, դուք կունենաք ինքնավարություն։ Հրյաները մերժեցին, համարելով, որ Արգենտինայում դժվար է բոլոր հրյաներին հավաքել։ 1903 թվականին բրիտանական կառավարությունը առաջարկեց Ուգանդայում ստեղծել հրյանների ազգային օջախ եւ 1930 թվականին էլի Բրիտանիայի կառավարությունը առաջարկեց Մադագասկարում ստեղծել, որովհետեւ այդ երկու երկրները Բրիտանիայի գաղութներն էին այդ ժամանակ։ Հրյաները հրաժարվեցին, որովհետեւ ասացին մենք իհարկե սա աշխարհիկ շարժում է, նպատակը ազգային օջախ ստեղծելն էր, բայց կային նաեւ հավատացյալ հրյաներ, որոնց Իսրայելում հավաքվելը դա կրոնական հիմք էր, որովհետեւ հրյաները դարեր շարունակ միշտ ասում են, որ մենք հաջորդ տարի կհավաքվենք Իսրայելում եւ նաեւ Աստված այդ տարածքը իրենց է նվիրել եւ աշխարհի վերջից առաջ նույնպես պետք է այնտեղ հրեական Իսրայելի պետությունը ստեղծվի։ Եվ փորձը ցույց տվեց, որ չնայած Իսրայելում շատ դժվար էր հրյաներին հավաքել, որովհետեւ արդեն այնտեղ արաբներ են բնակվում, այնուամենայնիվ պետություն կառուցելու համար պետք է որոշակի հոգեվոր հիմք լինի, այսինքն առասպելներ լինեն, կրոնական որոշակի պատկերացումներ լինեն, որը թույլ է տալիս, որպեսզի այդ ժողովուրդը հիմք ունենա ինչ-որ մի տարածքում հավաքվել, այսինքն նաև իրավունք ունենա եւ կարողանա մոբիլիզացվել։ Նման մի դեպք տեղի է ունեցել շատ ավելի վաղ ներկայիս Հայաստանի տարածքում։ Ուրեմն 14-15-րդ դարերը դա Հայաստանի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկն էին, երբ որ Կիլիկիայի պետությունը արդեն ավերվեց, Կիլիկիայի հայերը արդեն տարածաշրջանում սկսեցին գաղթել տարածաշրջանում եւ կոտորածներ էին ենթարկվում։ Ներկայիս տարածքը, Հայաստանի տարածքը, նաեւ արևմտյան Հայաստանը թուրք տարբեր բռնակալների տակ էր գտնվում եւ այնտեղ նաեւ կոտորածներ էին տեղի ունենում կրոնական հողի վրա, կրոնափոխության դեպքեր էին լինում ստիպողական եւ հայերը շատ ծանրագույն վիճակում էին հայտնվել եւ այդ ժամանակ առաջացավ հարց, իսկ մենք ինչպես ենք ապրելու, որն է շարունակությունը լինելու, արդյոք հայ ազգը որպես այդպիսին լքում է վերջնականապես պատմության թատերաբեմը, թե պետք է ինչ-որ մի ձևի, ինչ-որ մի քայլ կատարել։ Եվ այդ ժամանակ ամենակարևորագույն ուժեղ նվաճողներից էին Կարակոյունլուների ցեղախումբը, որոնք մրցակցում էին եւ Լենգ Թեմուրի ժառանգների հետ եւ հաջողությամբ էին մրցակցում նաեւ նորաստեղծ Օսմանյան կայսրության հետ եւ շատ մեծ հաջողություն էին ունենում ներկայիս Ադրբեջանի, ներկայիս Հայաստանի, ներկայիս Իրանի հյուսիսի, Իրաքի հյուսիսի եւ նաեւ արևմտյան Հայաստանի մի մեծ հատվածում Կարակոյունլուները կարողացան ստեղծել բավականին ուժեղ եւ մրցունակ պետություն։ Եվ այդ ժամանակ այդ հայերի մոտ առաջացավ գաղափարը հետեւյալն էր, որ սսից պետք է կաթողիկոսությունը տեղափոխել Էշմիածին, որտեղ Էշմիածինը ուներ պատմական հիմք, այստեղ է եղել առաջին կաթողիկոսարաններից մեկը, այստեղ կային լեգենդներ Էշմիածի եկեղեցու հետ կապված եւ կար նաեւ Արարատ սարը, որը ուներ հոգեվոր նշանակություն նաեւ աստվածաշնչյան առումով։ Եվ այս գաղափարը առաջ քաշվեց, որ Էշմիածինը կաթողիկոսությունը տեղափոխելով Էշմիածին,
կարելի է ապագայում այստեղ հայկական պետություն ստեղծել, իսկ մինչ այդ հայահավաք կազմակերպել։ Եվ մի շարք մարդիկ շատ կարևոր դերակատարություն ունեին, առաջերտին Օրբելյան իշխանական տոհմը, որը Սյունիքում էր, եւ այդ տոհմից Ռուստամ Օրբելյանը, որը սկզբնական փուլում մի քանի գյուղեր նվիրեց Էջմիածնի վանքին, նաեւ Տաթևի վանքին, որը հիմք տվեց, որ նրանք տնտեսապես կարողանան կայանան։ Եվ քաղաքական խնդիր էր դրված այստեղի կայանկոյունլուների, կարակոյունլուների իշխանների հետ գտնել լեզու, այսինքն քաղաքական գործընթաց սկսել եւ կարակոյունլուների սկսեցին հովանավորել հայերին, հատկապես Օրբելյան իշխաններին, եւ Օրբելյան իշխանը Ջահան խանի խորհրդականն էր, եւ այդ գործընթացը, որ կաթողիկոսությունը տեղափոխել Էջմիածին եւ ստանալ ոչ միայն թույլտվությունը, այլ հովանավորությունը կարակոյունլուների կողմից, Ջահան խանից, եւ դա տեղի ունեցավ եւ նաեւ շատ մի քանի դեմքեր կարևոր դեր կատարեցին Թովմա Մեծոպեցին, Հովհան Հերմոնացին, որոնք այդ քաղաքական աստվածաբանության հիմքը դրեցին, այսինքն այդ տեսիլքներ իրենք տեսան, ես հիմա մի քանի մեջբերում կբերեմ այդ տեսիլքներից, որովհետեւ հասկանան ինչպես ինչ գաղափար էր դրված այդ Էջմիածնի կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխելու հիմքում։ Եվ Մեծոպեցին օրինակ գրում է, եւ որ հայոց ազգը ամբողջովին ջնջված, եղծված գրի մեջ մտավ այն օրից, երբ կաթողիկոսությունը Էջմիածնից ելավ, իսկ այժմ Արարից Աստծո ողորմեց եւ վերստին հաստատեց Գրիգոր Պարթևաթոռը եւ սքանչելի հրաշքով ի հայտ բերեց Խաչակրոն եւ խարազնազգես ճգնավոր Տեր Կիրակոս Վիրապետի կաթողիկոսին եւ ամբողջ անեծք եւ նզովքը, որ կար ազգիս վրա անխոհեմ առաջնորդներից եւ տգետ կառավարիչներից, փոխվեց օրհնության։ Այսինքն սա Սահակ Պարթևի տեսիլքներ, որը տեսել էր Մեծոպեցին եւ ինքը տեսնում էր, որ այստեղ հիմք է դրվելու, որտեղ ապագա պետություն է ձևավորվելու։ Ուրեմն մոտ 500 տարի առաջ քաղաքական ծրագիր էր դրված, որը ուներ նաեւ աստվածաշնչյան հիմք։ 19-րդ դարում, 20-րդ դարում դա կոչվում էր քաղաքական աստվածաբանություն, եւ որ աստվածաբանության միջոցով քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, բայց այնուամենայնիվ այդ երևույթը կար, ուղղակի տերմիններ հետո հայտնաբերվել, եւ մենք տեսնում ենք, որ ներկայիս Հայաստանի ստեղծումը ուներ շատ կոնկրետ հեղինակներ եւ շատ կոնկրետ հիմք, եւ հիմքը դա եւ առասպելներն էին, եւ հոգեվոր հիմք գոյություն ուներ։ Եվ հիմա, երբ որ Հայաստանում եկել է ինչ-որ վարչապետ, որը փորձում է իրական Հայաստան ստեղծել, իրական Հայաստանը համարելով զուտ այն պետությունը, այն սահմանները, որը այս պահին կա, եւ նաեւ քաղաքականություն վարելով Սփյուռքի դեմ, քաղաքականություն վարելով արցախցիների դեմ, եկեղեցին համարելով վտանգավոր շատ կառույց, որի պատճառով մենք կարող է թշնամական հարաբերությունների մեջ մտնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինքը հանում է այն հոգեվոր հիմքերը, որոնք եղել են ներկայիս Հայաստանի ստեղծման հիմքում, եւ առանց այդ հոգեվոր հիմքերի ոչ միայն պետություն մենք չենք կարող ստեղծել, այլ մենք այս պետությունը չենք կարող պահել, որտեղ ցանկացած պետություն հիմնված է սակրալ գաղափարների վրա։ Ամբողջ աշխարհը տրանսֆորմացիաների մեջ է գտնվում եւ պետք է փորձել հասկանալ, թե ուր է աշխարհը գնում, ուր է գնում տարածաշրջանը, ուր է գնում Հայաստանը, ինչ հնարավորություններ եւ ինչ վտանգներ կան, եւ բնականաբար նման խնդիրները արծարծելու համար մենք ունենք ձեր եւ ֆինանսական եւ բարոյական աջակցության կարիքը։ Մեզ կարող եք աջակցել ներքևում գրված հաշվեհամարով, իսկ արտերկրից Paysend եւ այլ հավելվածների միջոցով։